Եկեղեցին ու Էջմիածինը բոլորիս համար հոգևոր սնունդ ստանալու կենտրոն է։ Բոլորը, ովքեր այսօր մասնակցել են եկեղեցու դեմ արշավին, իրենց երեխաներին կնքում են առաքելական եկեղեցում։ Իրենք ամուսնանում են առաքելական եկեղեցում։ Հասկանում են, որ հրամաններ են կատարում, սակայն մենք պետք է որպես ազգ, որպես հասարակություն կարողանանք իրար մեջ պայմանավորվենք, որ կարմիր գծեր կան, որոնք ճիշտ չի անցնել։ Էջմիածին գալը ճիշտ չի։ Մենք բազում անգամներ ասել ենք, ձև կա, մոտեցումներ կան, պետք է հարգել մեր մեծերին ու մեր ինստիտուտները։ Եթե մենք չհարգենք, ով է հարգելու։ Հիմնական նպատակը մենք խաղաղ բոլոր հայերով պետք է խաղաղ ձևի ցույց տանք, որ համաձայն չենք այս մոտեցմանը։ Սա սիրուն մոտեցում չէ։ Ես վստահ եմ, ոստիկաններն էլ նույն մեր հայերն են, իրենք էլ են հասկանում, չկա էնտուզիազմ, այնպիսի, ինչպիսին այլ դեպքերում։ Ստեղ մուտքը ազատ է, հայորդիները կարան գան ու իրանց աջակցությունը հայտնեն։ Նենց տպավորություն չլինի, թե փակ է Էջմիածնի մուտքը, մենք կարողացանք այստեղ հասնել։ Բոլորն էլ կարող են այստեղ հասնել ու ցույց տալ, որ հասարակությունը դեմ է այս քայլերին։ Մարդիկ կան, ում համար Էջմիածինը սրբություն է։ Կարող է որոշում կայացնող ինչ-որ մարդու համար սրբություն չլինի։ Մեզ համար սրբություն է։ Ինչ խեն այս ճանապարհով գնում, չենք հասկանում։ Ճանապարհին խոչընդոտներ կան, ասում են մեքենաները ստուգում են։ Ձեր մեքենան ոչ մի խոչընդոտ, եթե անգամ խոչընդոտ ուղղակի կարող է ստուգեն, տեսնեն մեջը բան կա, չկա ու թողեն։ Որևէ սահմանափակում, ժողովուրդ ջան, ձեր հոգևոր կենտրոն գալու չկա։ Կարող եք գալ, ձեր հոգևոր կենտրոն մտնեք, մոմ վառեք ու լինեք ձեր եկեղեցու կողմ։ Այսինքն այս ձևով, ձեր ձևով եկել եք մեր ձևերը, մեր անցած ճանապարհով Երևան։